մի բան կա, չէ, որ հնագետները սիրում են ասել, ասում են, որ հին աշխարհում գոյություն են ունեցել բազմաթիվ պետություններ, թագավորություններ, որոնք տարբեր, ընդ որում, բայց փաստ չի, որ մենք այսօր գիտենք ամենակարևորների մասին։ Մենք գիտենք նրանց մասին, ովքեր հարկ են համարել արձանագրել այն ինչ որ իրանց հետ տեղի է ունեցել կամ այն ինչ որ արել են կամ այն ինչ որ ուզեցել են անել։ Սա պետության շատ կարևոր կուլտուրա է, երբ որ պետությունը ինքը իր հետքը նաև թողում է, ինքը իր պատմությունը թողում է։ Որտեւ այսօր մենք շատ լավ է, ես շատ կողմ եմ։ Այսօր երբ որ մենք բան ենք անում, հեռուստացույցը միացնում ենք, ուզում ենք ինչ որ 30, 40, 50, 60, 65, 67, 70, 71 բովանդակությունը մեր։ Ոնց որ մենք այսօր իրականություն չունենք։ Մենք ունենք մոտիկ եւ հեռու անցյալ։ Ապագայի մասին ընդհանրապես խոսք չկա, դե ներկանել Facebook-ը նայես, briefing բան նայես կհասկանաս, որտեղ вообще հույս չկա։ Հետևաբար բանը Շորն ու շորշոր ֆիլմի երազելի ժամանակները, որոնք բնականաբար այլևս հետ չենք բերի։ Դա դրանից է։ Մենք բովանդակություն չենք ստեղծում։ Մարդիկ, հա, ասում ենք վեդի գնացինք մի հատ լուրերով գնաց, ով է գնալու վեդի ջրամբար, ներկանից ով է տեսել վեդի ջրամբարը։ 10%, 20, լավ 30%-ը։ Հա, ինչի չենք կարող սահմանազատման գործընթացի մասին վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչի չենք կարող բանի օգոստոսի 8-ի տարեդարձն է։ Ինչի չենք կարող վավերագրական ֆիլմ նկարել։ Ինչ է եղել, ոնց է եղել։ Գուցե ինչի սպասենք, որ արխիվներից 50 տարի հետո մենք այսօրվա չենք կարող ինչ որ բան, ինչ որ հնարավոր է անել։ Ինչի չենք անում սա։ Ինչի չենք անում սա։ Եվ էսա պատճառը, որ մենք զնայում ենք, մեզ թվում է, թե մենակ անցյալ ունենք իր բոլոր բարդություններով, ապագա ընդհանրապես չկա, ներկան է դե այն չի էլի։ Իսկ այն է ներկան։ Այ երբ որ կլինի միտեղ, որ կպարզվի, որ մենք վեդի ջրամբար ենք կառուցել Հյուսիսարավ ասում ենք, լավ, Շիրակի մարզի կամ բնակիչները կամ ովքեր ճամփորդում են առիթ ունեն։ Հայաստանի բնակչության 70%-ը կյանքում գոնե միջև այս պահը կամ առաջիկայում կարող է առիթ չունենա Հյուսիսարավի այդ հատվածով երթևեկել։ Հիմա հաջորդը Ագարակ քաջարանն ենք բացելու։ Հայաստանի բնակչության 70%-ը Ագարակ քաջարանով երթևեկելու առիթ կունենա, չի ունենա, չգիտեմ, կունենա թե չի ունենա։ Մենք սա պարտավոր ենք անել։ Սա պարտավոր ենք անել։ Եվ ես հիմա նայում եմ հերթով կառավարությանը նայելով մենք կարանք եւ էլ եմ ասում պետք չի խնդիրներ դնել, որ ասենք ենթադրենք 3 ժամանոց բաներ պետք է նկարենք, որ վերջում Օսկար ստանա։ Կարճ, պետքա, բայց ժանրն է շատ կարեւոր։ Փաստա վավերագրական ֆիլմի ժանրն է։ Եվ պետքա անպայման այդ անենք։ Եվ ես հիմա խնդիր եմ դնում, որ անպայման այդ անենք։ Ունենանք այն ինչ որ թվարկեցի Վեդի ջրամբար 300 դպրոց ավարտում ենք, չէ, 300 դպրոց այս տարի 500 մանկապարտեզը սկսում ենք հաջորդը, առողջության ապահովագրության համակարգը, հյուսիս-հարավը եւ օգոստոսի 8-ը, սահմանազատումը, բանակցությունների ավարտը խաղաղության համաձայն եւ էլի որ հիմա համոզված եմ որ այս փորձենք տողեր լրացնել, տասնյակ տողեր լրացնենք, բայց չեմ ասում այդ բոլորը նայենք ամենա ռելևանտները եւ պետք է անպայման զբաղվել դրանով։ Համեցեք։ Պարոն Վարչապետ, շնորհակալություն, մենք արդեն նախաձեռնել ենք EPC-ին կարա վավերագրական Մենք նախաձեռնել ենք վավերագրական ֆիլմ ենք նկարում կոպի նախապատրաստական եւ ընդհանուր բանակցությունների այդ երկու շաբաթյա ընթացքի հետ կապված
Նաև պայմանավորվածություն ունենք միջազգային հեռուստաընկերություններից մեկի հետ կապված, որպես Հայաստանի այցեկարտ այդ վավերագրական ֆիլմը ցույց տալու եւ հետագա միջոցառումներին ես կարծում եմ Մեզ հələ ցույց տանք։ Մենք Հայաստանում Հայաստանը եւ իհարկե որպես միջազգային այցեկարտ։ Մենք ինչ ենք ասում ենք, դե աշխարհում պետք է այցեկարտ ունենանք, որ աշխարհը մեզ Ջորջը մենք մեզ չենք ճանաչում։ Մենք մեզ չենք, եկեք հələ մենք մեզ ճանաչենք, հետո փորձենք մենք մեզ ոչ չենք ճանաչում, մենք ո՞նց ենք աշխարհին ներկայանալու։ Մենք մեզ չենք ճանաչում։ Մեր ոչ շատ քիչ ենք ճանաչում, շատ քիչ ենք ճանաչում։ Որտեվ ով է, տեսեք առաջին ձեր ռեակցիան ինչ էր միջազգայինով։ Իսկ մենք բանով կգնանք, կմիացնենք մեր հեռուստատեսությունները եւ կտեսնենք 60-ական թվականների մի հատ շատ լավ, էլի այո, բառից բուն իմաստով շատ լավ, բայց հասկացանք մի անգամ, երկու անգամ, 3 անգամ, 4 անգամ, 10, 20, 50, 35 տարի է նույն օրը միացնում ես այդ նույն բաները ցույց են տալիս։ Նույն երգերը, նույն հոլովակները, նույն ֆիլմերը, նույն բանը եւ այդպես շարունակ։ Որ էլի լավ է, ինքը էլի պետքա ցույց տասի, բայց ուրիշ բան չկա։ Ուրիշ բան չկա։ Ու այդ բովանդակությունը ունի մի շատ կարևոր առանցք եւ հենասյուն։ Դա պետականության բացակայությունն է։ Այդ ֆիլմերը ամենակարևորը մի բանի մասին են, որ առավոտից իրիկու պետական մասնավոր ոչ մեկ հարց չի տալիս։ Այդ ֆիլմերը ունեն մի կարևոր առանձնահատկություն։ Դա պետության բացակայությունն է։ Այդ բոլոր ֆիլմերը պետության բացակայության եւ պետության բացակայության երջանկության մասին են։ Թե ինչ երջանիկ բան է պետություն չունենալը։ Ինչ երջանիկ բան է անկախություն չունենալը։ Հոյակապ դրախտ։ Եվ մենք առավոտից 35 տարի է անկախությունը հռչակել ենք, 35 տարի է մենք այլընտրանքային բովանդակությունը դրա չենք ստեղծել։ Եվ մենք այսօր առավոտից պետական միջոցներով սնվող այդ թվում լրատվամիջոցները քարոզում են 24 ժամ, թե ինչ երջանկություն է պետություն չունենալը։ Չկա ավելի մեծ երջանկություն, անկախություն չունեն, ավելի մեծ երջանկություն չկա, դրախտ է ուղղակի, պետություն չունենալը։ Ոստեղից սկսվում են մնացած process-ները, որի հետ մենք այսօր առերեսվում ենք։ Եվ ես խնդիրը դնում ենք արդեն մենք վերջին 35 տարում, էլ չեմ ասում վերջին 8 տարում, մենք ունենք պոզիտիվ բովանդակություն, որը կարող ենք դարձնել հաղորդակցության նյութ եւ առարկա։ Առաջարկում եմ մտածենք այս մասին։